բոլոր արցախցիները երևի այդ կցանկանան, ոչ մեկ մեր նման չլինեն։ Ծանր վիճակում է Արցախից տեղահանված Վարդիթեր Հակոբյանի ընտանիքը, միայնակ կինը 3 դպրոցական է մեծացնում։ Չեմ կարող հասցնեմ, չի լինում, չի ստացվում։ Պետական աջակցությունը ամսական 90,000 դրամ է, միայն բնակարանի համար 130,000 դրամ վարձ է վճարում։ 90,000-ը տալիս եմ, 40,000-ը մնում է։ Եթե իմ տանտերը չլիներ, ես դրսում կհայտնվեի, որտեղ այդքան գումար ոչ մեկ չի պահի։ Չի թողեք, որ կուտակվի։ Նույնիսկ տարական կենցաղային հարցերը լուծել չհասցնող կինը երեխաներին զրկել է խմբակներ հաճախելուց։ Անարեկին MMA-ից եմ զրկել, Աննան ֆուտբոլագնում չեմ կարող ամեն անգամ վճարեմ, որ 1000 դրամ գնում է Երևան Արցախի թիմը գալիս է, չեմ հասցնում, մեկը բոքս պիտի գնար, չեմ կարող։ Տեղահանումից հետո շատ դժվար օրեր են ունեցել, ոսկեղենի մի մասը վաճառել է, մյուսը գրավ դրել, պարտքեր է կուտակել, անելանելի վիճակում հայտնվել։ Արդեն ոչ մի բան չունեմ, չգիտենք ինչ անենք։ Երևի մենք էլ հայտնվենք այդ դրսերում, մի հատ պալատկի տակ, երևի ապրենք, եթե որ ոչ մեկ չաջակցի մեզ էլի։ Երկու տուղս գերեզմանն, հորս մորս գերեզմանն, ասկեսուրս։ Նույն վիճակում է նաև Ասկերանի շրջանի Իվանյան գյուղից տեղահանված Մոսիսյանների 6 հոգանոց ընտանիքը։ Իրար գոգնստած մի կերպ սոված ծարավ եկանք հասանք։ Հին մեքենայում 6 հոգանոց ընտանիքը տեղահանման ժամանակ մի կերպ է տեղավորվել։ Ինքը առողջական խնդիրներով 75-ամյա ամուսինը, Սայլակով որդին, Հարսը եւ 2 թոռները։ Հարսի ոսկիները ձերս պահում էի, ասի գոնիսա փրկություն այլ ինձ կվաճառենք կուտեն։ Նեղորերին ոսկին փրկություն էր, սակայն ոսկի էլ չի մնացել, ապրուստի համար միջոցներ չկան։ Վարձով տանը ամսական 150,000 դրամ են վճարում։ Միակ աշխատանքի ենթական հարսսա։ Ոնց աշխատի։ Այնպեսի աշխատանք պիտի որ կարողան տարի օրը մի երկու անգամ գա իր ամուսնուն գոնե զուգարանտանի բերի։ Չի լինում։ 6 հոգի ենք անգործ թոշակի սպասելով։ Առանց տանիքի մնալու վտանգը սպառնում է նաև Հակոբյանների 6 հոգանոց ընտանիքին։ Ամեն օր մեր խազայկան ասում է տուն ճարեցեք։ Վաղը գամ գործից դուք սղ չլինեք։ Որտեղ մեր վիճակը տենց է։ Մեզ մին 100-150 անգամ ձեռա բռնել։ Տղաս աշխատում է, որ ասես անգործամ չէ։ Ոչ չի ասել։ Որդին ամսական 180-ից 200,000 դրամ է վաստակում, չի բավականացնում նույնիսկ տան վարձին, կոմունալներին ու առօրյա ծախսերին։ 40 + 10 ստանալիս ենք եղել քարտով, բանկով։ Հիմի կտրել է։ Տարուկես կա, որ այդ փողը չենք ստանում մենք։ 2 երեխի փող է ստանում 30, 60,000-ով, մարդը տղաս է 170 այդ ստանում։ Այս ընտանիքների նման հազարավոր տեղահանվածներ ապրում են պարտքով, վարձով ու խիստ անորոշ ապագայով։ Նրանց համար կայուն սոցիալական աջակցությունը շքեղություն չէ, այլ փոքրիկ հենարան, որը թույլ կտա չհայտնվել փողոցում։ Դժվար է ոչ մեկ արցախցու օրը չտենա, թող լավ ապրի։ Բոլորը օգնության կարիք ունեն։ Չգիտենք, այդ 10 վարձը տանք, 10 կոմունալը տանք, 10 ուտելու տանք։ Արցախի պետնախարարի խոսքով արդեն 2 տարի գործող բնակապահովման ծրագիրը արդյունավետ չէ։ Բնակապահովման ծրագրում միայն փոփոխություն պետք է լինի։ Երկարաժամկետ լուծում է պետք, որովհետև 2 տարի է ծրագիրը գործում է, 25-ից 30,000 ընտանիքներ կան, 2,000-ն է բնակարանով ապահովել, դա այն ցույցիչն է, որ այս ժամանակահատվածում ծրագիրը չի գործում, իրականում չի գործում։ Տեղահանվածների հիմնական պահանջը հստակ է՝ ներդնել սոցիալական օգնության այնպիսի մեխանիզմներ, որոնք հաշվի կառնեն իրական կարիքները և թույլ կտան հոգալ գոնե բնակարանի ծախսերը։